Աստծու փառքը, ինչպես կարող է մարդը անել կամ գրել որևէ բան, որը կծառայի Աստծուն փառք բերելուն։ Սաղմոս 2-ն հարցնում է. Ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նրա համար։ Սաղմոս 8-րդ գլուխ 4-րդ խոսք. Երբ համեմատում ենք Աստծուն եւ մարդուն, մեծագույն անհեթեթություն է թվում այն, որ վերջինը կարող է օրհնել առաջինին, կամ ավելի նվազը կարող է ինչ-որ բան գրել, որը փառք կբերի ավելի մեծին։ Եբրայեցի 7-րդ գլուխ 7-րդ խոսք. Այդուհանդերձ Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ մենք կարող ենք եւ պետք է փառավորենք Աստծուն մեր խոսքերով եւ գործերով։ Կորինթացի 10-րդ գլուխ 31 խոսք. Բացի այդ, Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ մենք կարող ենք դա անել միայն, եթե խոսենք եւ գրենք համաձայն այն ամենի, ինչ ինքն է ասել իր մասին։ Եսայա 8-րդ գլուխ 20 խոսք. Որքան էլ անուսում լինեմ, իմ նպատակն է գրել Աստծու մասին այն, ինչ ինքն է իր մասին հայտնել Սուրբ Գրքում, հատկապես մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ավետարանում։ Չնայած որ Աստված իրեն բազում միջոցներով է հայտնել, արարչությամբ, նախախնամությամբ, օրենքով, այդ ամենի համագումարը չի հավասարվում ավետարանի 1/10-ին անգամ։ Այդ եզակի ուղերձում է, որ Աստված ամբողջությամբ հայտնում է իրեն եւ ամբողջությամբ ճանաչվում է։ Խաչն ու դատարկ գերեզմանն են մեզ իրավունք տվել ճանաչելու Աստծուն եւ փորելու Աստծու խոսքի հանքերը։ Ոսկու, ադամանդի եւ թանկարժեք քարի հայտնաբերված ամեն կտորը միացված է մեծարելու մեր սրտերը, որպեսզի գնահատենք, հավատանք եւ փառավորենք Աստծուն։ Ինչպես Ջոն Օուենն է գրել, իսկական աստվածաբանության վերջնակետը մեղավորների հավիտենական փրկության համար Աստծուն գովաբանելն է, նրա փառքն ու շնորհքը տոնելը։